Պաշտպանական ոլորտի եվրոպական ընկերությունների բաժնետոմսերը նախորդ շաբաթներին երկնիշ աճ են գրանցել, նման կերպ որոշակիորեն մեղմելով միջազգային շուկաներում ի հայտ եկած լարվածությունը, փաստորեն սկիզբ առած առևտրային պատերազմների պատճառով։ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ուկրաինա, Ռուսաստան գծում նախորդ շաբաթներին տեղի ունեցած հայտնի զարգացումների ֆոնին Բրյուսելը փորձում է ամրապնդել իր պաշտպանողականությունը ու հատկապես Վաշինգտոնից հնչող այն հայտարարությունների ֆոնին, թե եվրոպական անվտանգությունն այլևս ԱՄՆ առաջնահերթությունը չէ։ Ֆոնդային շուկան հասկացել է, որ Եվրոպան ավելի ինքնուրույն է դառնում եւ պետք է համապատասխանաբար պաշտպանի իրեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տևական ժամանակ է ինչ կոչ է անում Եվրոպային ավելի շատ ծախսել սեփական պաշտպանության ուղղությամբ, պնդելով, թե Վաշինգտոնն այլևս չպետք է վճարի եվրոպական անվտանգության ապահովման համար։ Հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկիի հետ միասին քննարկել են $860 միլիարդ վերազինել Եվրոպան մասշտաբային ծրագիրը, որը ֆինանսավորվելու է Եվրամիության թողարկած պարտատոմսերով։ Փողը ավելի քիչ խնդիր է, քան խնդրի լուծումը։ Տեսանք քովիդից հետո, որ Եվրոպան եւ Եվրամիությունը արագորեն կարողացան մոբիլիզացնել 100 միլիարդավոր եվրոներ։ Եվրամիության անդամ երկրները առանձին նույնպես մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը։ Ֆրիդրիխ Մերցը, ով ըստամենայնի կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը, խոստացել է մեղմել երկրում գործող փոխառությունների խիստ կանոնները։ Այստեղ ցանկանում եմ շատ հստակ լինել, անել ինչ էլ պահանջվի, մոտեցումն անհրաժեշտ է կիրառել նաև մեր պաշտպանության համար, հաշվի առնելով մեր ազատությանը եւ մեր մայրցամաքում խաղաղությանը սպառնացող վտանգները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը սառեցնել Ուկրաինա առաքվող ռազմական օգնությունը միայն ամրապնդեց Եվրոպայի մտադրությունը զարգացնել սեփական ռազմական կարողությունները։ Կարևորը, որ մեր ծախսած գումարները մնան Եվրոպայում, չպետք է այդ գումարով գնենք ամերիկյան ռազմական համակարգեր։ Զուգահեռաբար Եվրոպայի ղեկավարները խոստացել են շարունակել աջակցությունը Ուկրաինային։ Գլխավոր հարցն անշուշտ հետևյալն է. ունակ է Եվրոպան ինքնուրույն վերազինվել եւ շարունակել սպառազինության մատակարարումները Ուկրաինային։ Մի գիշերվա ընթացքում հնարավոր չէ կառուցել ռազմաարդյունաբերական համալիր։ Հայտնի է եվրոպական ոչ բոլոր երկրներն են կողմ Կիևին ցուցաբերվող օգնությանը, Հունգարիան եւ Սլովակիան դեմ են արտահայտվել Ուկրաինային աջակցություն հատկացնելուն։ Պատերազմի շարունակումը սխալ է եւ վտանգավոր։ Այս ամենի առողջությամբ արկա է նաև երրորդ կարծիք Բրյուսելում շենքի դիմաց, ուր ընթանում էր Եվրոպայի առաջնորդների հանդիպումը, ցուցարարները եվրոպական իշխանություններից պահանջում էին բռնագրավել մայրցամաքի բանկերում սառեցված եւ մոտ $200 միլիարդ կազմող ռուսական պետական ակտիվները, այդ գումարներն ուղղելով Ուկրաինայի պաշտպանությանը։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։